Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի Մարսի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը 2024 թվականի օգոստոսի 27-ին շուրջ 13,428,000 դրամի գույք է ձեռք բերել համայնքի մշակույթի տների համար։ Լրագրողներն իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով մինչ օրս որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից ժողովուրդ օրաթերթին հայտնեցին, որ քրեական վարույթը նախաքննության փուլում է, կարգավիճակով որևէ անձ չկա գործում։ Օրաթերթը նաև գրում է. Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը Փաշինյանի հետ հանդիպմանը ձեռնունայն չի եկել։ Վիետնամի ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը Փաշինյանին կնոջ շարֆ է նվիրել։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊԱԿ-ն պատգամավոր Նարեկ Գրիգորյանը երեկ միացավ լրագրողների դեմ արշավի մասնակիցներին եւ ԱԺ ամբիոնից մի սրտառոճ ելույթ ունեցավ, անդրադառնալով տարիներ առաջ մեր գրած մի լուրին։ Իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին, դա բարոյական էր, թե անբարո, մինչդեռ հրապարակման գլխավոր հերոսը ոչ թե իր 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը պատգամավորը։ Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ իշխանությունն աշխատանքներ է տանում նաև Վարդան Ղուկասյանի թիմի ուղղությամբ, գրում է Հրապարակ օրաթերթը։ Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել։ ԱԺ-ն երեկ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը ծնունդ էին նշում։ ԿՊ վերնախավը մեծ ընդմիջման ժամին տորթով, սալյուտներով Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ շտապեց ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի աշխատասենյակ։ Իսկ ընդդիմությունը նշում էր Հայաստան դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ծննդյան տարեդարձը, հայտնում է օրաթերթը։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։